Կարծում եք հաջողությամբ կավարտել եկեղեցին ազատագրելու process-ը, պարոն Գրիգորյան։ Ես չգիտեմ ինչ հանգուցալուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Հա, բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնությանը։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Գոնե ասեք ժողովրդի մի մասի, որովհետեւ մյուս մասը համաձայն չի ձեր հետ։ Գոնե այդպես ձևակերպել։ Հավատացյալ մասի, մի մաս, ես Գոնե մի մասի, որտեղ բոլորի լավ, կներեք, այդպես կասեմ, մի մասի չէ, մեծ մասի կասեմ։ Բայց ո՞նց եք չափել։ Ասեմ որ չեմ չափել։ Հիմա երբ գնում եք պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե պատրաստությունյակում են այդ 50 հավատացյալները։ Չէ, պատարակի, եկեղեցու պատարակի։ Իսկ նոր կաթողիկոս ինչպես եք ընտրելու, պարոն Գրիգորյան։ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Իսկ նայելու է ոնց է, հարցադրումը ասում է հավատացյալները պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշտ գնա բատավոր։ Պարոն Գրիգորյան, հիմա նոր կաթողիկոս ինչպես եք ընտրելու։ Եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր ապարդեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10-ը ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում հավատացյալների մոտ։ Իսկ ինչ եք կարծում, չենք շփվել։ Ես Մոն վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Չէ, բա ո՞նց եք արել, ո՞նց եք Խոսում եք, շփվում եք, մենք էլ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին։ Միջև վերջ պահել եք։ 49-ը։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից ցենց մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև Ես չհասկացա, որ դու չեք լսելու։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրության մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականների համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան։